Իդեպ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահություն հայտնեց, որ մեր զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են։ Երբ 8 տարի կառավարելու ընթացքում 3 պատերազմ բերողն ասում է, որ զինվորի ծնողը հանգիստ է քնում, առնվազն տարակուսելի է։ Բայց քանի որ նա համարում է, թե խաղաղություն է բերել, ուզում ենք հարցնել։ 3 մարտի 26-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում մահացած, նախնական տեղեկություններով սպանված զինվորի հարազատներին է վերաբերում այդ հանգիստ քնելը։ Իսկ գուցե Փաշինյանի ուղերձը վերաբերում է դրան նախորդած 2 ամսվա ընթացքում մահացած 4 զինծառայողի հարազատներին։ Նրանք բոլորը մահացել են խաղաղ պայմաններում։ Թե հանգիստ են քնում խրճիթում հրոջ արագ դարձած 15 զինծառայողների հարազատները, որոնք մինչև հիմա արդարադատություն չեն գտել։ Այո, դուք գուցե հանգիստ եք քնում այն ամենից հետո, որ բերել եք մեր երկրի գլխին, բայց ձեր հանգստությունը ծնողներին կարծում եմ չարժե վերագրել։ Եթե միլիոնավոր պարգևավճարներ ստացած պաշտոնյաները չեն կարողանում ապահովել բանակի անգամ ներքին խաղաղությունը, ինչպես են ապահովելու երկրի անվտանգությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Այն պայմաններում, երբ մեկ ամսում առնվազն 2 զոհ ենք ունենում բանակում, մեկը մյուսին է սպանում, մյուսը երրորդին է ինքնասպանության հասցնում, չորրորդը մոլորվում է ուդյան մեջ ցրտից մահանում։ Ով է հանգիստ քնում։ Այդ զինծառայողների ծնողները, թե դուք։